Մերձարևելյան տարածաշրջանում Իրան-Միացյալ Նահանգներ Իսրայել պատերազմի 100 օրում Դոնալդ Թրամփը սոցիալական հարթակներում, հանրության հետ ուղիղ շփումներում ու հեռախոսազանգերի ժամանակ 37 անգամ հայտարարել է Իրանի հետ գործարքը շատ մոտ է։ Հաշվարկը կատարել է CNN-ը։ Ամերիկյան մեդիա հսկան տարակուսում է, ինչու է Թրամփը շարունակ անում այս պնդումը։ Միգուցե նա մոլորության մեջ է, թե փորձում է խաղաղեցնել ֆինանսական շուկան, կամ էլ կարծում է, որ կամքի ուժով կարող է այն կյանքի կոչել։ CNN-ը ասում է, այս հայտարարությունները չպետք է լուրջ ընկալվեն։ Հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը Միացյալ Նահանգների նախագահը կրկին նոր ժամկետ է նշել։ Իրանի հետ գործարք կնքելու վերջին փուլում ենք։ Հիանալի շատ լավ գործարք է լինելու, որի արդյունքում նրանք միջուկային զենք չեն ունենալու։ Համաձայնագիրը ստորագրելուց անմիջապես հետո Հորմուզի նեղուցը կբացվի։ Դա կարող է տեղի ունենալ 2-3 օրում։ Եթե Միացյալ Նահանգները շարունակի ռմբակոծել Իրանը, ինչն ըստ Թրամփի հեշտությամբ կարող են անել, 2-3 շաբաթում ոչինչ չի մնա Իսլամական Հանրապետությունից։ Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ ստորագրված համաձայնագիրն ավելի հզոր ուժ է, քան ռմբակոծումը։ Թրամփը նաև հավելել է, որ ռմբակոծումից առավել ուժեղ քայլ Հորմուզի նեղուցի բլոկադան է։ Քանի որ արգելափակման հետևանքով Իրանի տնտեսությունը տուժում է, Թեհրանը պետք է գործարք կնքի, նշել է Թրամփը։ Թեհրան-Վաշինգտոն գործարքին շարունակում է խանգարել Իսրայելը։ Թրամփը կրկին բարկացել է Նեթանյահուի վրա։ Ես Բիբիին ասացի, ավելի լավ է շատ զգույշ լինես քո գործողություններում, որովհետև շատ շուտով կարող ես մեն-մենակ մնալ Իրանի դեմ։ Իսրայելի վարչապետի հետ զրույցից մանրամասները հայտնել Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփի խոսքով իսրայելական կործանիչներն արդեն Իրանի ճանապարհին էին, բայց իրեն հաջողվել է նվազեցնել հարձակման մասշտաբները։ Վաշինգտոնը երկու կողմին էլ կոչ է արել դադարեցնել կրակը։ Իսրայելն այս պահին այլևս չի հարվածում Իրանին, սակայն հայտարարել է Թեհրանի ցանկացած նոր հարձակման դեպքում իրավունք է վերապահում հակահարված տալ։ Ես Իրանին խոստանում եմ, որ միջուկային զենք չի ունենալու։ Մենք վերացրել ենք Իրանի անմիջական սպառնալիքն ու վերացրել ենք բռնակալ Խամենեին։ Նույն վճռականությամբ մենք պայքարում ենք նաև Հզբոլլահի դեմ, ոչնչացրել ենք Նասրալլահին, շարունակում ենք ոչնչացնել ահաբեկչական ենթակառուցվածքներն անվտանգության գոտում։ Իրանն ու Հզբոլլահը թույլ են, քան երբևէ, մենք էլ ավելի ուժեղ ենք, քան երբևէ, սակայն նրանց դեմ մեր պայքարը դեռ չի ավարտվել։ Թեհրանը կրկին հիշեցրել է, որ Լիբանանում կրակի դադարեցումը հրադադարի համաձայնագրի մաս է, հավելելով, որ ցանկացած ագրեսիայի կրկնություն ուղղակի ազդում է դիվանագիտության վրա։ Հենց սկզբից հստակ հայտարարվել էր, որ պակիստանցի միջնորդները բազմիցս շեշտել էին, որ Լիբանանում պատերազմի դադարեցումը հրադադարի մի մասն է։ Լիբանանում Միացյալ Նահանգների կամ Իսրայելի նախաձեռնությամբ իրավիճակի սրումը ուղիղ կազդի դիվանագիտական գործընթացի վրա։ Չնայած Միացյալ Նահանգների վարչակազմի հայտարարություններին, մենք հստակ գիտենք, որ ամերիկյան գլխավոր հրամանատարությունը համակարգում է սիոնիստական ռեժիմի հարձակողական ու պաշտպանական գործողությունները։ Իրանի խորհրդանի խոսնակը նշել է, ինչ տարբերակով կարող են կանգնեցնել Լիբանանի վրա Իսրայելի գրոհները։ Ռազմի դաշտը հզորության շարժիչ ուժն է։ Սա նշանակում է, որ այս տարբերակը թշնամուն հեռու է պահում հարձակման մասին երևակայելուց։ Նույն կերպով դիվանագիտության դաշտը պետք է կարողանա այս օբյեկտիվ իշխանությունը ճիշտ ժամանակին վերածել շոշափելի եւ կայուն իրավական, քաղաքական եւ տնտեսական նվաճումների, այլ ոչ թե թողնի չլուծված խնդիրներն այնպես, ինչպես կան։ Հիմնահարցի եւ ռազմական եւ դիվանագիտական լուծման տարբերակները Թեհրանը հավասարազոր է դիտարկում։ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, Միացյալ Նահանգներն ու Իրանը Պակիստանի միջոցով ներկայացնում եւ փոխանակում են կարծիքներ եւ տեսակետներ վերջնական տեքստին հասնելու նպատակով, սակայն դեռ չեն հասել վերջնական տարբերակի։ Իրավանին հույս է հայտնել, որ այս գործընթացը կավարտվի այս ամսվա վերջին, հավելելով, որ հրադադարը համապարփակ է եւ տարածվում է ամբողջ տարածաշրջանի, այդ թվում Լիբանանի վրա։ Կարծում եմ, բոլոր կողմերը վերադարձել են հրադադարի ռեժիմին, ասել է դեսպանը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։